Փառք Հիսուսին, այսօր մենք հավաքվել ենք, այսօր տոնա, Հիսուսի ծնունդն ենք նշում, ամեն։ Մենք սիրում ենք, չէ՞, մեկ-մեկ։ Մարդիկ կան շատ են սիրում, մարդիկ կան քիչ են սիրում, բայց ամեն մեկին էլ երևի հաճելի է, որ իր ծնունդը նշում են, չէ՞։ Ինձ թվում է Հիսուսին էլ է հաճելի։ Բայց եկեք այսօր մի քիչ ռեֆորմացիա լինենք։ Տեսնենք, թե իրան ոնց է հաճելի ու տենց էլ նշենք սրանից հետո, այսօրվանից սկսած։ Ամեն, որտեղ ամեն մեկը ուզում է, որ իր ծնունդը հենց սենց նշեն։ Մեր երեխեքի ծնունդը որ լինում է, նամանանդ մեծ աղջիկաս, ինքը արդեն ընտրում է, թե ինքը ոնց է ուզում իր ծնունդը լինի, ինչ գույների մեջ անցնի, եւ այլ եւ այլ։ Եվ մենք համաձայնվում ենք, ասում ենք, դե դու որ տենց ես ուզում, ուրեմն տենց կնշենք։ Գիտեք, Տերն էլ է ինչ որ մի բան ուզում, որ մենք հասկանանք այսօր։ Եկեք այսօր տեսնենք ծննդաբանությունը Հիսուսի եւ թե մենք ոնց պետք է այս տոնը մենք հաստատ չենք կարող ասենք ինքը այսօր է ծնվել, երեկ է ծնվել, թե հունվարին է ծնվել, թե դեկտեմբերին է ծնվել։ Գիտեք, Աստվածաշնչյան վարդապետություն չի սա, բայց փաստը որ Հիսուսը ծնվել է։ Ամեն, Հիսուսը մի օր ծնվել է։ Հնարավոր է, որ այո, դեկտեմբերի 24-ն, ես չեմ հերքում, հնարավոր է հունվարին է ծնվել։ Հաստատ չենք կարող ասենք, բայց գիտենք, որ նա ծնվել է եւ նրա ծնունդը ունի հիմք, ունի նպատակ, որի նպատակին նա հասել է։ Եվ մենք պետքա պարզ հասկանանք, ինչ նպատակով Հիսուսը եկավ եւ ուր հասավ եւ մեզ ինչ է դա տալիս։ Եվ մենք ոնց պետքա Հիսուսի ծնունդը ամեն տարի հիշենք, նշենք։ Ամեն, փառք Հիսուսին։ Գիտեք, այսօր ես կխոսամ Սուրբ Ծննդյան հիմնական պատճառի մասին, մենք խոսանք այսօր այս պատմության մասին մի քիչ խոսանք, սա գեղեցիկ մի պատմություն է, ես տեղեր եմ վերցրել ոչ մենակ Աստվածաշնչից, նախորդ զգուշացնում եմ, որ հետո ինչ-որ հարցեր չառաջանան, այս պատմությունը լրիվ հիմնված չի Աստվածաշնչյան վարդապետության վրա, բայց հիմնված է որոշ պատմականների, պատմությունների եւ պատմական գրքերի հիման վրա, որը որ նաեւ համապատասխանում է Աստվածաշնչյան որոշ հատվածների եւ որի ես ինքս կարծում եմ, որ ճիշտ է, ես կուզենամ ձեր հետ կիսվեմ եւ առաջ գնանք։ Աստված իր որդուն տվեց եւ այսօր կնայենք մարգարեական հայացքով։ Վերջում կնանք։ Ես իմ քարոզը այսօր անվանել եմ սենց. մարգարեական հայացք Մսուրից այն կողմ։ Մենք այսօր այս քարոզով սենց անցնելու ենք։ Մենք չենք մնալու էլ Մսուրում, Մսուրը լավ է, Հիսուսը եկել է, ծնվել է, այո, նրան դրել են Մսուրի մեջ, այսօր մենք դրա մասին էլ կխոսանք, բայց մենք պետք է գնանք առաջ։ Ամեն։ Մենք չենք մնալու Մսուր մանկապարտեզ, մենք արդեն պետք է լինենք զգուն, հասուն քրիստոնյաներ, որոնք կրում են իրենց մեջ Հիսուս Քրիստոսի զորությունը։ Ամեն։ Հալելույա, փառք Հիսուսին։ Բոլորից հայտնի է, որ Մարիամը հղեացավ Սուրբ Հոգու զորությունից։ Դրա մասին կարծում եմ պետք չի երկար խոսալ, դա փաստ է, այսօր աշխարհում կան մարդիկ, որ ասում են, այդ ոնց կարար տենց լիներ, մարդու լոգիկան չի կարա պատկերացնի, բայց պատասխանը շատ հստակ ու կարճ է։ Եթե Աստված, զորեղ Աստված ստեղծել է երկինքն ու երկիրը, այս տիեզերքը, միգուցե Աստծուն դժվար էր նման բան անելը։ Ոչ, իհարկե ոչ։ Եթե մարդուն Աստված է ստեղծել, ամեն մի բջիջ Աստված է ստեղծել, այդ ինչ խնդիր էր Աստծո համար, որ կույսը հղիանար։ Ոչ մի խնդիր։ Նայեք աստղերին, նայեք մոլորակներին, որ մենք գիտենք այսօր կանք, նայեք տիեզերքին, նայեք արևին, լուսինին, ամեն ինչին Աստծո ստեղծածն է։ Այդ ինչ խնդիր էր, որ Աստված չկարողանար կույսին հղիացնել իր հոգով։ Ամեն։ Եվ դա փաստ է եւ ամեն։ Կույս Մարիամը հղիացավ Աստծո հոգով։ Այսինքն, հետեւաբար Հիսուս Քրիստոսը նա համ Աստված է, նա ծնվեց որպես մարդ, բայց նա Աստված է, նա ունի 100%-անոց աստվածային բնություն եւ ունի 100%-անոց մարդկային բնություն, որտեղ ծնվեց մարդուց, մարդու որդի կոչվեց Հիսուսը։ Ամեն։ Գնանք առաջ, Մարիամը հղի է։ Հիմա նրանք պետքա գնան իրանց քաղաք Բեթլեհեմ, որտեղից որ ծնունդով Հովսեփն է, որ գրանցվեն այդ ժամանակներում եղավ հրաման, որ ամեն մեկը իր երկրում գրանցվի։ Եվ նրանք ընկնում են ճամփա, գնում են Բեթլեհեմ։ Ես ուզում եմ այսօր մենք ուշադրություն դարձնենք Հիսուսի ծննդյան վայրը, թե նա որտեղ ծնվեց։ Պատահական չի, որ տեղ չգտնվեց Հիսուսին ծնվելու։ Նա Աստված է։ Տեսեք, անգամ հեսա մենք կհասնենք մոգերին։
լավ, ես իրանց իմաստուններ կասեմ, թե չի ասում ենք մոգեր, այս աշխարհի կախարդները ողջևորվում են դրանից։ Իմաստունները արդեն հասկացան, որ նա թագավոր է։ Նա ընդհանրապես խնդիր չէ, բայց Աստված նախասահմանել էր անգամ նրա ծննդավայրը, դա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, հենց այնպես չի գրված, որ տեղ չգտնվեց, այսինքն ոչ մի տեղ չգտնվեց։ Ինչի տեղ չգտնվեց, որտեվ այդ ընթացքը, որ իրանք անցնում են, նայեք, Նազարեթը գտնվում է հյուսիսային մասում, ասես պատկերացրեք քարտեզն է, հյուսիսային մասում։ Իսկ Բեթլեհեմը, որտեղ իրանք որ պետքա գնային գրանցվեն, գտնվում է հարավային մասում։ Մոտավորապես պլյուս-մինուս 100 կիլոմետր ճանապարհ է։ Մարդու կնիկ կինն էլ հղի նստում են իրանց էշի վրա, այն վաղվա տրանսպորտներ ու գնում են։ Իրանք գալիս են, դե իհարկե ոնց կլինի գնան Բեթլեհեմ, Երուսաղեմի մեջով չանցնեն։ Իրանք կպած քաղաքներ են։ Իրանք շատ մոտիկ են Երուսաղեմի մեջով անցնում են, հնարավոր է մտնում են տաճար, մի հատ աղոթում են, աստուն փառք են տալիս ու շարունակում են իրանց ճանապարհը դեպի Բեթլեհեմ։ Տաճարը այն ժամանակ մինչև նոր ուխտը տաճարը զոհաբերում էր ամեն օր նոր թարմ անառատ գառնուկներ։ Մի հատը առավոտ, մի հատը երեկոյան։ Դա նորմալ օրերի մեջ։ Պլյուս եթե տոնական օրեր, ասենք զատիկի տոններ, օրինակ զատիկի իրանք 7 օր նշում են, ամեն օրը 7 գառնուկ, չհաշված այդ 1-ն ու 2-ը առավոտվա, 7 անգամ 7 գառնուկ։ Այսինքն տարվա կտրվածքով, ես հաշվել եմ, տարվա կտրվածքով 1093 գառնուկ տաճարում զոհաբերվում էր, տարվա կտրվածքով, մինիմումը 2, մաքսիմումը 7 գառնուկ օրական։ Եվ պատմությունը ցույց է տալիս, որ տաճարը, Աստծո տաճարը այն ժամանակ որ կար, ինքը ուներ իր հոտը, ոչխարների հոտը եւ ուներ հովիվները, տաճարի հովիվները, որոնք ղեֆտացիներն էին, իրանք այդ իրանց ծառայությունն էր, իրանք այդ ծառայության մեջ էին։ Այսինքն իրանք հենց բազմացնում էին այդ ոչխարի հոտը, որպեսզի ծնեն գառներին։ Այդ գառները հենց հատուկ նպատակի համար էին ծնվում, որ բերվեն զոհասեղանի վրա, զոհաբերվեն տաճարում։ Եվ դրանք պետք է լինեն շատ անարատ գառներ, շատ անարատ, որտեվ մարգարեական գրքում գրած է, որ գառը պետք է լինի անարատ։ Եվ գառնուկներին, այդ հովիվները, որ ծնվում էին գառնուկները, իրանց շատ խնամք էին, շատ ուշադիր էին խնամում այդ գառներին, մինչև զոհաբերություն աները, հանգարց չընկնի, ոտքը չկոտրի, հանգարց ինչ-որ մի վնասված չունենա, որովհետև եթե գառ ունենար վնասված, դա զոհաբերության պիտանի գառ չէր։ Դա խորհրդանշում է, գիտեք ինչ, Հիսուսի անարատությունը, Հիսուսի անմեղավոր բնությունը, որ Հիսուսը մեղք չուներ եւ գնաց խաչի վրա։ Դա է խորհրդանշում։ Տեսեք, հիմա այս ճանապարհի ընթացքում պատկերացրեք Երուսաղեմ եւ Բեթլեհեմ, իրանք իրար մոտիկ են, մի 7-8 կիլոմետրը մեջտեղ ընկած հատված է։ Եվ այս մեջտեղ ընկած հատվածը, եթե քարտեզով նայենք, պատմությունը ցույց է տալի, որ այդտեղ կար արոտավայր, դաշտեր էր, եւ հենց այդ տաճարի հովիվները այս տարածքում այդ գառներին պահում էին, արածացնում էին եւ այնտեղ sense կան sense քարանձավներ, գետնից մի քիչ բարձր, sense քարանձավների տիպի բաներ կար այդ տարածքում, որտեղ իրանք սարքում էին, մսուր էին մի հատ դնում, խոտ էին լցնում, եւ որ ասենք ոչխարը հղի էր, տանը մցնում էին այդ քարանձավների մեջ, որ այդտեղ ոչխարը արդեն ունենա իր գառնուկին։ Ու այդ գառնուկին իրանք վերցնում էին, պաշտպանում էին, պահում էին, միգուցե փաթաթում էին, որ հանգարց չվնասվի մի որոշ ժամանակ, մի քիչ որ ժամանակ անցնի, որ տանեն տաճար զոհաբերության։ Այսինքն այդ տարածքը ամբողջովին հովիվների տիրապետության տակ է եւ այդտեղ կար անգամ կառուցված Աստվածաշնչում ես հիմա կկարդամ, կար կառուցված հովիվների աշտարակ, որը ավելի մոտիկ էր Երուսաղեմին, բայց այդ աշտարակի վրա որ հովիվները բարձրանում են, նկարով կա, իրանք կարում էին 4 շուրջը, այսինքն հսկեին ամբողջ հոտը կարում էին հսկել եւ իրանք հսկում են այդ հոտը։ Անցնելով Մայրամը ու Հովսեփը այդ ճանապարհով դեպի Բեթլեհեմ, Մայրամի ցավերը բռնում է։ Եվ այնտեղ տուն չկա, այնտեղ հյուրանոց չկա, դա ուղակի արոտավայր է։ Դրա համար գրված է տեղ չգտնվեց այնտեղ, որպեսզի գնան ինչ-որ հյուրանոց կամ ինչ-որ մեկի դուռը ծեծեն, այնտեղ տենց բան չեղավ։ Այնտեղ կար ամենալավագույն դեպքում այդ քարանձավները, որտեղ հենց այդ գառնուկներն են ծնվում։ Ու պատկերացնում եք, հենց Հիսուս Քրիստոսը ծնվում է այնտեղ, այդ քարանձավներից մեկի մեջ, որտեղ որ ծնվում են
զոհաբերության գառները, որոնք տարվում էին տաճար զոհաբերություն մատուցելու համար Աստծուն։ Եվ Հիսուսը այդտեղ է ծնվում։ Տեսեք Աստվածաշնչում մի տեղ կա Միքեի մարգարեն է գրում 4:8-ում գրած է. «Եվ դու, ով հոտի աշտարակ, Սիոնի աղջկա բլուր, քեզ եմ գալու հասնելու նախկին իշխանությունը, Երուսաղեմի դստեր թագավորությունը»։ Դեք Աստված արդեն մարգարեանում է, որ քեզ գալու է հասնի։ Հոտի աշտարակ, ինչ որ sense կառույց է, մինչև այսօր կա կիսաքանդած, կարակ բանով նայեք։ Քեզ է գալու նախկին իշխանությունը, այսինքն իշխանը գալու է։ Հետո տեսեք ինչ է կատարվում։ Տաճարի հովիվները, երբ որ Հիսուսը ծնվում է, նրանց երևում է հրեշտակ։ Եվ ինչ է ասում։ Այս Ղուկաս 2:12-ում է գրած. «Սա ձեզ համար նշան կլինի. մի երեխա կգտնեք խանձարուրով փաթաթված ու մսուրի մեջ դրված»։ Սա արդեն նավիգացիա է հովիվներին, էլ պետք չի կոնկրետ հասցեն ասեն, որտեղ է, իրանք ասում են մսուրի մեջ դրված։ Հովիվները արդեն հասկանում են, որտեղ է այդ մսուրը։ Այս տարածքի հովիվը, եթե այս տարածքում է, այս տարածքի հովիվներին եկավ հրեշտակ երևաց, ասեց գնացեք մսուրի մեջ երեխա կգտնեք։ Եվ արդեն իրանք հասկացան, որ մսուրն է։ Իրանք գնացին այն մսուրի մոտ, որտեղ գառները ծնվում են ու գտան Հիսուս Քրիստոսին։ Եվ երբ որ իրանց արդեն ասեց հրեշտակը, տեսեք ինչ է կատարվում, որպեսզի իրանք էլ հասկանան, թե ով է ծնվել այդ մսուրի մեջ։ Եվ հանկարծ այն հրեշտակի հետ հայտնվեց երկնավոր զորքի մի բազմություն, որ օրհնում էր Աստծուն եւ ասում. «Փառք բարձրյալ Աստծուն, երկրի վրա խաղաղություն եւ մարդկանց մեջ հաճություն»։ Ամեն։ Հովիվները անմիջապես հասկացան, թե որտեղ է դրված այդ երեխան, որտեղ է այդ մանուկը։ Գիտես, ու ինքը գրված է փաթաթված էր ու դրված էր այդտեղ։ Գիտեք, հովիվների համար դա նշան էր, ու մեր համար էլ է դա նշան, որպեսզի մենք հասկանանք։ Գիտեք, պատմաբանները, հրեա պատմաբանները իրանք էլ են վկայում, որ այդ գառնուկները ծնվում էին, իրանք էլի փաթաթում էին այս գառնուկներին։ Այդ շորերի մեջ փաթաթում էին, մի որոշ ժամանակ պահում էին, որ ընդհանրապես որ կենդանին ծնվում է, մի կես ժամ հետո հելնում սկսում է քայլել, չէ՞։ Որ հանգարց չընկնի, ոտը չկոտրի եւ այլ, որտեղ դա շատ թանկ է իրանց համար։ Դա պետք է տանեին զոհաբերության։ Փաթաթում ու պահում էին այդ գառնուկներին, որպեսզի լինեն անարատ, որպեսզի ոչ մի վնասված չունենան, ու Հիսուսն էլ, տեսեք, նույն ձևի ծնվում է այնտեղ, որտեղ որ ծնվում են զոհաբերության գառները։ Գիտեք, այստեղ ոնց ուզում ես հասկացի, մենք այստեղ տեսնում ենք միայն Աստծո սերը։ Ամեն։ Հովհաննես 1:29-ում Հովհաննես ինչ է ասում։ Ահա Աստծո գառնուկը, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Գիտես, մեկ գառնուկ, որի անունն է Աստծո որդի Հիսուս Քրիստոս, վերցնում է աշխարհի մեղքը։ Աշխարհի, ամբողջ աշխարհի մեղքը վերցնում է։ Նա ծնվեց այնտեղ, որտեղ ծնվում էին մատաղ գառները։ Գիտեք, այսօր մենք պետք է այնքան հասկանանք ու գնահատենք Աստծո տված մատաղը, որ դրանից ենկոմ ուրիշ հասկացողություններ մեր համար չլինի։ Մեր հայերի մեջ, մեր Հայաստանում հայերի մեջ դեռ մնացել է կրոնական հեթանոսությունից եւ չգիտեմ ուրիշ ինչ-որ տեղերից եկած մի տրադիցիա, որը չի համապատասխանում Աստվածաշնչին։ Ինչ որ մարդ կարա Աստծո զոհից էլ ավելի զոհ մատուցի, որ Աստծուն գոհացնի։ Իհարկե ոչ։ 1093 գար։ Էդի մենակ տաճարն էր անում։ Ես դեռ չեմ հաշվում մարդիկ ամեն մեկը իր գործած մեղքի համար ամուսնանում է մեկը, բաժանվում է մեկը, չգիտեմ ինչեր են անում, նշանվում է, կնքվում է տարբեր գործողությունների համար, էլի օրենքներ կա, որ բերում էին գառներ, եզներ էին բերում, մատաղներ էին անում շատ։ Էդի շատ է, բայց ոչ մի այդքան քանակությունը չէր կարող արդարացնել մարդուն։ Այն ձև, որպեսզի Աստծո սիրտը հանգստանար։ Ասեր ես հանգստացա ձեզանից, չէր լինում։ Կար մեկ գառնուկ, որ Աստված նախասահմանեց Հիսուս Քրիստոսին։ Գիտես, մենք պետք է հարգանքով մոտիկանանք, շատ հարգանքով ու շատ մեծ երկյուղով մոտիկանանք այն ինչ որ Աստված տվել է մեզ։ Աստված տվել է մեզ իր միածինին, որտեղ ամենաթանկը Աստծո համար իր միածինն էր, որ ինքը կտար այս աշխարհի փրկության համար, այս աշխարհի փրկության համար։ Աշխարհը չի հասկանում, ես ու դու հասկանում ենք, ու ես ու դու պետք է աշխարհին ասենք։ Ես ու դու պետք է աշխարհին խոսանք եւ չամաչենք։
Գիտեք, Աստծո խոսքում միտեղ գրած է, երբ որ մատաղի միսկ առաջարկեն, կասեն վերջրու ընդունելի լինի, իրանց ինադու չվերցնես ու չուտես։ Որպեսզի դու լույս լինես եւ դու մարդկանց ասես, ոչ, այդ միս ինձի ոչ մի բան չի անի, ոչ մի բան չի անի, բայց հենց իրանց ինադու Աստծո խոսքը ասում է, չուտես այդ միսը, որպեսզի դու իրավունք ունենաս, բան խոսած, որ ասես, այս մատաղը չի որ պետք է ընդունելի, այլ Հիսուս Քրիստոսի մատաղը պետք է ընդունելի լինի, որպեսզի Աստծո սիրտը գոհացնի։ Ես այս կենթանիների մսերով, կենթանիների մատաղներով չեմ կարող Աստծո սիրտը գոհացնեմ, չեմ կարող Աստծո հետ լավ լինեմ, մենակ իր որդուն ընդունելով։ Աստված գիտեք մեզանից շատ բան չի ուզում։ Մեծ բանը ինքը սաղ իր վրա է վերցրել։ Մենք երեխա ենք, մենք բոլոր աշխարհը, ամբողջ աշխարհը ընկած է, ամբողջ աշխարհը։ Մեզ Աստված չեկավ դատապարտել ու դու ճիշտ ես, դու սխալ ես, Տերը տենց բան չի անում։ Մենք ստեղ տեսնում ենք ամբողջ պատմության մեջ մենակ Տիրոջ սերը։ Մեկ բան է Աստված մեզանից ուզում՝ հավատանք։ Հավատանք։ Ամեն։ Տեսեք, Հիսուսը որ ծնվում է, անգամ ստեղ քարոզվում է ամեն ինչ։ Աշխարհը չի հասկանում, մինչև այսօր չի հասկանում, շատ քչերը, այդ ճանապարհով շատ քչերն են գնում։ Բայց անգամ այս իմաստունները, որ եկան, իրանք իրանց վարքով, ձևով արդեն ավետարանեցին, ամբողջ ավետարանը, ցույց տալով բոլորին, սկի հрьяաներ դուք ձեր թագավորին չճանաչեցիք, բայց մենք ճանաչեցինք, որ նա աշխարհի թագավորն է։ Տեսեք, իմաստունները գալիս են Հիսուսի մոտ։ Իմաստունները հասկանում են, որ աշխարհի թագավորն է ծնվել։ Իրանք ուրիշ երկրից եկան, արևելքից եկան իրանք հրյա չէին, բայց իրանք հասկանում էին, որ ծնվել է իրանց թագավորը, ոչ թե մենակ հրյաների, այլ իրանց թագավորն էլ է դա, եւ ծնվել է իրանց թագավորը Հրեաստանում, նրանք գնացին պատվեն Հիսուսին, եւ քարոզեն Հիսուսին ամբողջ աշխարհի համար։ Գիտեք, հրյաները, որ Հիսուսին վերջում հասկանան, ընդունեն, այս բաները սա ուշադիր կարդալու են հրյաները։ Այսօրվա դասատուները, ռաբիները, որոնք շատ իմաստուն են, բայց ճշմարտության մեջ չեն։ Իրանց թվում է իրանք շատ իմաստուն, շատ բան գիտեն, բայց ճշմարտությունը դեռ բացված չի։ Գիտես, մենակ այս իրանց գալուստը, եկեք հատ-արհատ ես կուզենամ մի հատ արագ սենց անցնենք։ Ոսկի իրան բերեցին։ Հին ժամանակներում ոսկին նվույնում էին թագավորներին։ Դա արդեն խոսում է, որ երեխան ծնվել է, երեխա է, բայց նրանք հասկանում են, դա նա թագավոր է, եւ ոսկի են իրան բերում։ Այն խորհրդանշում է իշխանություն, արժանապատվություն եւ փառք, եւ նրանք գալիս են այսպես մոտենում են Հիսուսին։ Եվ իմաստունները ճանաչում են Հիսուսին որպես թագավոր, որպես ամբողջ աշխարհի թագավոր։ Երկրորդ նվերը, որ Հիսուսին բերեցին, դա կնդրուկն է։ Կնդրուկը գիտեք ինչ է, խունկ։ Խունկը օգտագործում են Աստծուն մատուցվող զոհաբերություններում, Աստծուն մատուցվող աղոթքներում։ Այսօր մեր աղոթքներն է այդ խունկը։ Այսօր որ մենք աղոթում ենք, այսինքն մեր աղոթքը ճշմարիտ աղոթքը ինքը բարձրանում է դեպի Աստված։ Եվ խունկը գիտեք որտեղից է մենակ բարձրանում։ Այն ժամանակ այս կնդրուկը չէին օգտագործում գերեզմաններում, այսօր որ գերեզմաններում են անում։ Չգիտեմ որտեղից է եկել այդ շեղվածություն եմ ասում, որտեվ Աստվածաշնչային չի։ Եթե այսօր կներեք ասում են սեկտանտ նշանակում է շեղված, բայց օքեյ, ես չեմ ուզում շեղվեմ ու ես չեմ ուզում սեկտանտ լինեմ այս աշխարհի համար։ Ես ուզում եմ ճշմարիտ լինեմ ճշմարիտ խոսքի վրա։ Եվ ճշմարտության մեջ չկա, որ գերեզմանում տանեմ խունկը։ Խունկը մեկ դեպքում էին օգտագործում եւ խունկը բարձրանում էր այդ ծխի հոտը, այդ աղոթքի բարձրանում էր միայն տաճարից։ Միայն տաճարից էր այդ խունկը բարձրանում։ Եվ դա խորհրդանշում է, որ տաճարը պետքա միշտ կապ ունենա Աստծո հետ։ Եվ այսօր ես ու դու ենք այդ տաճարը, հասկանում ես։ Ես ու դու ենք այդ տաճարը ու մեր աղոթքը պետքա այստեղից բարձրանա, տաճարից բարձրանա։ Քո մեջից պետքա բարձրանա քո աղոթքը։ Եվ Աստված ընդունում է քո աղոթքը որպես խունկ, որը որ հոտոտում է եւ իրան հաճելի է դա։ Եվ ինքը պատասխանում է ամեն աղոթքի։ Գիտեք, Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ եւ հենց ինքն է այդ խունկը վառում, որպեսզի բարձրանա այդ աղոթքը։ Բռնված դուք զգացել եք մեկ-մեկ sense աղոթք կա, բայց կա աղոթք։ Այդ խունկն է, որ վառում է Սուրբ Հոգին եւ այդ հոտը այսպես բարձրանում է եւ Աստված հոտոտում է քո աղոթքը։ Հոտոտում է քո վառած աղոթքը, որ դու վառվելով է բարձրանում Սուրբ Հոգու կրակով։ Եկեք առաջ գնանք։ Խունկ օգտագործվում էր տաճարում, վառելից բարձրանում էր վեր։
Իմաստը դրա կնդրուկը խորհրդանշումը Հիսուսի աստվածության բնությունը, Հիսուս Քրիստոսի Աստված լինելու բնությունը։ Այսինքն իրանք այս խունկը նվիրելով Հիսուսին, իրանք խոսում են, գիտեք, իրանք խոսում են, որ դու տաճար ես, դու Աստված ես։ Խունկուր էին տանում։ Խունկը տանում էին այն ժամանակ մենակ տաճար, բայց բերել են Հիսուսին։ Եվ նրանք արդեն իրանց քայլով, իրանց վարքով այս իմաստունները ասում են դու Աստված ես, մենք բերել ենք քեզ, դու ես տաճարը։ Հիսուսը հիշում եք ինչ էր ասում։ Ասում էր քանդեք այս տաճարը, 3 օրում կվերականգնեմ։ Տենց էլ եղավ։ Բռնեցին, քանդեցին, ինքը 3 օրում վերականգնեց այդ տաճարը։ Եւ խունկը չի դադարում այդ տաճարից բարձրանալ դեպի երկինք։ Սաղմոս 141-ում ասվում է Դավիթն է խոսում, բայց Հիսուսն է խոսում իր մեջ։ Գրված է. իմ աղոթքը թող լինի որպես խունկ քո առջև։ Եվ երրորդ նվերը ինչ բերեցին? Զմուրս։ Զմուրսը օգտագործում է մահացածների օծելու համար։ Երբ որ մարդը մահանում էր, սա մի հեղուկ էր, ալոյեով խառնած մի հեղուկ է, ինքը դառը հեղուկ է, որը օգտագործում է, երբ որ մարդը մահանում էր, իր մարմինը օծում էին, որպեսզի երկար պահպանվեր մարմինը։ Եվ սրանով էլ իրանք էլի խոսում են Աստծո հետ, Հիսուսի հետ, տալով զմուրսը, խեք զմուրսը բերել Հիսուսին։ Չէ՞ որ նոր մանուկ է ծնվել։ Նոր ծնվելը արդեն զմուրս են բերում իրան։ Գիտեք մեկ էլ որտեղ է գրած, որ 100 լիտր զմուրս բերեցին, երբ որ ինքը մահացավ։ Նիկոդեմոսը 100 լիտր զմուրս բերեց, որ իր մարմինը մաքրեն, օծեն եւ տանեն դնեն գերեզման։ Մեկ ծնվելուց իրան զմուրս բերեցին, մեկ էլ որ ինքը մահացավ էլի զմուրս բերեցին իրան։ Սա էլի խորհրդանշում է, որ դու ես Աստծո գառը, որ պետքա մահանաս։ Գիտեք, այս իմաստունները իրենց նվերներով քարոզեցին ավետարանը դեռևս Հիսուսի մանուկ օրերում։ Գնանք առաջ, հիմա անցնում ենք Մսուրից այն կողմ։ Հիմա բռնվեք։ Մի հատված եմ կարդում։ Ամենահայտնի հատվածն է, որ միշտ կարդում ենք ու սենց կարդալով գնում ենք առաջ։ Այսօր կարդում ենք, բայց մնում ենք այս խոսքի մեջ։ Ամեն։ Եսայա 9:6-7։ Որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, եւ իշխանությունն իր ուսերի վրա կլինի, եւ կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, հավիտենականության հայր եւ խաղաղության իշխան։ Նրա իշխանությունը տարածմանն ու խաղաղությունը վերջ չի լինելու։ Դավթի գահի վրա է նրա թագավորությունը վրա, որպես այն հաստատի եւ ամրացնի իրավունքով ու արդարությամբ, այն ժնվանից մինչև հավիտյանս։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է կատարել այս։ Ամեն։ Գիտեք, մի քիչ ստեղ մնալու ենք այս խոսքի մեջ ու հասկանանք, այս ինչ է ասում։ Սա մարգարե, Եսայա մարգարեն է խոսում։ Մինչև Հիսուսի ծնվելը, մի 800 տարի առաջ, Հիսուսի ծնվելուց 800 տարի առաջ նա արդեն խոսում է սրա մասին ու շատ բաներ է խոսում, բայց դե խոսում է Հիսուսի ծնվելու մասին ինքը, թե նա ով է, Հիսուսով է։ Տեսեք, առաջի բառերը, որ ինքը ասում է, առաջի նախադասությունը, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց։ Էլ ուրիշ ձև ոնց կարա մարդ ծնվեր։ Պետք է ծնվի մանուկ, չէ՞։ Մանուկ որպես մարդ, որ գա այս աշխարհ, որպես մարդ։ Շատ կարևոր էր, որ Հիսուսը որպես մարդ գար այս աշխարհ։ Այսօր հրեաները սպասում են, որ Հիսուսը պետքա որպես մարդ չէ, սենց աստվածային իր բնությունով գա, բայց դուք չեք կարա ընդունեք ճշմարիտ Հիսուսին, ոչ մեկ չի կարա ընդունի ճշմարիտ Աստծուն, եթե չընդունի իրան, որ ինքը որպես մարդ եկավ այս աշխարհ։ Ինքը եկավ որպես մարդ այս աշխարհ մեզ հասկանալու, մենք էլ իրան հասկանալու։ Թե չէ Հոբը այնքան հարցեր տվեց, Աստված լսեց, Հոբին սկսեց հարցեր տա, ոչ Հոբը իրան հասկացավ, որ չէ Աստված հասկացավ ինչ ես ուզում։ Բայց Հիսուսը եկավ ու ծնվեց որպես մարդ, որ մեզ հասկանա ու մեր մեղքերը վերցնի իր վրա ու որպես մարդ պատասխան տա ու որպես մարդ կյանք տա մեզի։ Չէ որ մարդով սկսվեց ամեն ինչը, մարդով եկավ մահ այս աշխարհ, մարդով մեղքը մտավ այս աշխարհ, մարդով էլ կյանքը պետք է գա այս աշխարհ ու եկել է ուսուր ես ու դու ունենք այդ կյանքը մեկ մարդու միջոցով, Հիսուս Քրիստոս մարդու միջոցով, մարդու որդին։ Հետո մի անգամից, տեսեք, որովհետև մեզ մի մանուկ ծնվեց, մի անգամից Եսայան ինչ է խոսում, մեզ մի որդի տրվեց, մի անգամից մանուկը դառնում է որդի, Աստծու որդի։ Պատահական չի, որ այսօր որ լսում ենք Սուրբ Ծնունդ, չէ՞,
ամբողջ ինտերնետը, ամբողջ նկարները, ամբողջ սոցցանցերը մի հատ sense մսուր է, մեջը մի հատ baby կա պարկած, ու իրար բոլորը ուղարկում են, գիտեք պատահական չէ այս ամենը։ Եկեք այս ամենը թարգենք։ Ես այսօր հավատում եմ, որ Աստված մի քիչ ռեֆորմացիա է մեր մեջ անելու, որ թարգենք մենք։ Մսուր մանկապարտեզից անցնենք մեր հայացքը գցենք իրական թագավորի վրա։ Որ մեկը տա ձեզանից, անկեղծ եղեք։ Ձեր ծնունդները որ լինում է, ձեր ծնված են baby ամեն մեկս ունենք, չէ՞, sense baby, անգամ sense մերկ նկարներ։ Որ մեկը տա ուզում, որ իր այն baby նկարը sense դնեն սեղանին, բոլորը գան շնորհավոր են, ասեն, վայ, ծնվել է մեր Ֆայնան, վայ, ծնվել է մեր Ռուստամը։ Ուզում եք տենց, անկեղծ, ոչ մեկը չենք ուզում։ Իսկ ինչի աշխարհին թվում, որ Հիսուսը դա ուզում է։ Հարց, որտեղից եկավ այս տգիտությունը։ Գիտեք, ամեն չար բան սատանայից է գալիս։ Սատանան ինքը, գիտեք ոնց է գալիս աշխարհ, մարդու միտք, անգամ եկեղեցի այսօր, Աստծո հրեշտակի պես, լույսի պես, այնքան սիրուն sense նկարներ, ասենց baby, մարդու միտքը արդեն սկսում է, լավ այսօր ես ու դու ենք հասկանում Հիսուսով, բայց աշխարհը չի հասկանում ու եկեղեցու կեսի շատը չի հասկանում։ Եկեղեցու կեսի շատը տեսնելու ու աշխարհը տեսնելու այս անպաշտպան փոքրիկ երեխային մսուրի մեջ դրված, այս երեխան ինչ պետք է ինձ անի։ Այս երեխան ոնց պետք է, մեկն էլ իրան օգնի։ Բայց մենք մոռանում ենք, չէ, որ նա բեբիկ չի, նա Աստծո որդի է։ Նա անցավ դա անցավ։ Պողոս առաքյալն ինչ ասում։ Ընկերներ, անցյալը մոռանում ենք, գնում ենք առաջ։ Գիտեք, մենք այսօր պետքա տոնենք, ոչ թե Հիսուս Քրիստոսին այսպես մսուրի մեջ պատկերացնելով, մենք այսօր պետքա տոնենք այն չափը, ինչքան որ ես հասկացել եմ Հիսուսը թագավոր է։ Ես այսօր Հիսուսի ստատուսը պետքա տոնեմ իմ մեջ։ Հիսուսը ինչ ստատուս ունի իմ համար։ Բեբիկ, նոր ծնված երեխա, անպաշտպան մսուրի մեջ դրված, թե թագավորների թագավոր, տիեզերքի տերն ու տիրակալը, որի ուսերին դրված է ամբողջ իշխանությունը։ Ոնց դու Հիսուսին պատկերացնես քո մեջ, ոնց դու իրան տոնես քո մեջ, տենց էլ դու առաջ ես գնալու։ Այդքան էլ երկինքը բաց է լինելու քո կյանքի վրա։ Այդքանով էլ դու քրիստոնյա ես լինելու։ Քո Տերը փոքր երեխա է, թե քո Տերը թագավոր է, որը տիրում է երկնքում ու երկրի վրա։ Եկեք հատված առ հատված մի քիչ առաջ գնանք այս խոսքի մեջ։ Մանուկ ծնվեց։ Այն ծնվեց որպես մանուկ, բայց այլևս մանուկ չի։ Եկեք հիշենք միշտ սա մեր համար Հիսուսը էլ մանուկ չի ու չէ լինելու ու չէ պատրաստվում լինի։ Նա ծնվեց մեկ անգամ մեր խաթր, մեր մեղքերի խաթր, որպեսզի մարդանա այս աշխարհում մեզ փրկելու համար։ Մեկ անգամ եւ անցավ։ Պատահական չի, որ Հիսուսի մանկությունից բան չկա գրած Աստվածաշնչում։ Մեկ ծնվելը, որ մարդիկ հասկանան, որ նա ծնվեց որպես մարդ, եթե կույսը հղիացավ, նաև ծնեց նրան։ Եվ որտեղ ծնեց, սա կապ ունի։ Բայց Հիսուսի մանկությունից շատ բան գրած չի։ Գիտեք, որ չկենտրոնացնի սատանան այս աշխարհին Հիսուսի մանուկ վիճակի վրա։ Ես հավատում եմ, որ այս մսուր մանկապարտեզները, այս լուլկեքը, այս բեբիկ վիճակներ, սա սատանայի ձևն է, այսպես մատուցում է այս աշխարհին, վերջեք, էսա ձեր թագավորը, այնը, պարկած բանի մեջ։ Եկեք հասկանանք, որ նա տիեզերքի տերն ու տիրակալն է։ Նա մանուկ չմնաց, նա մեծ է, նա զորավոր է, նա իմ Աստվածն է, նա իմ թագավորն է։ Թող ինձ ու քեզ սատանան չխաբի։ Okay, եկեք առողջ լինենք ու արթուն լինենք մեր մտքով ու մեր սրտով։ Որդի մեզ տրվեց։ Մի անգամից մարգարեն գնում այլ չի մնում մանուկ, բեբիկ, վայ այս ինչ պուպուշ, ինչ որ այսօր այսենց է սատանան մատուցում։ Վայ նայեք աստղիկները, ընդ կովիկները, գիտեք, պատահական չի անգամ այդ կովիկները նկարների մեջ նկատել եք։ Դե կովա, այծա, չգիտեմ ինչ ասենք, մտամ գոմ է, դա գոմ չի, դա վայր է, որտեղ ծնվում էին միայն գառները, մատաղ գառները։ Մենք կարանք այդ նկարի մեջ գառ պատկերացնենք, բայց ոչ թե կով կամ չգիտեմ էշ։ Կասես, հալավ ինչ կա դրա մեջ, շատ բան կա դրա մեջ, որտեղ մարդու միտքը նորոգվում է այն ինչ որ ինքը տեսնում է, որ անընդհատ դու մի բան տեսնես, տենց էլ կձևավորվի քո հավատքը, եւ քո հավատքը կտանի քեզ այս կողմ կամ այն կողմ, բայց ճշմարտությունը, իրական ճշմարտությունը չես ունենա։ Գիտես, մեզ այսօր պետք է ունենանք իրական ճշմարտությունը։
Մենք չենք ուզում ունենանք ճշմարտության մեջ խառնված ինչ-որ բաներ։ Ես չեմ ուզում դա։ Եթե դու ուզում ես մաքուր հյութ խմես, քամած, դրածա, չէ՞, քամած 100%-անոց հյութ, եկեք մաքուրը խմենք։ Եկեք մեջը չխառնենք ոչ մի բան։ Եկեք աշխատենք, նենց լինի, որ մեր կյանքում գա ճշմարտությունը եւ մաքուրն ու անարատը։ Մի թույլ տուր, որպեսզի աշխարհը, այս աշխարհի սուտը խառնված լինի քո հավատքի հետ, քո քրիստոնեական հավատքի հետ։ Ամեն։ Միանգամից Մարգարեն ասում է, որդի մեզ տրվեց, ով տվեց մեզ որդուն, Աստված տվեց մեզ որդուն։ Գիտես, երբ որ Ավրամը իր որդուն տանում էր զոհաբերության, նա հավատքով տանում էր։ Նա ուներ այն հավատքը, անգամ որ որդին էլ զոհաբերվի, մեկը կսաղանա էլի։ Աստված իրան կյանք կտա։ Եվ Իսահակը ասեց, պապ ասեց, մենք գնում ենք, բա ուր է մատաղ գառը, ասում է։ Ցախը վերցրել ես, կրակը վերցրել ես, դանակը վերցրել ես, բա մատաղ գառն ուր է։ Գիտես Ավրամը ասեց, Աստված կհոգա իր ողջակեզի գառան մասին, որդյակս։ Աստված կհոգա։ Եվ ահա Աստված հոգած եւ որդուն տվեց մեզ։ Ասեց Ավրահամ, դու մի արա այդ։ Իսահակը լավ տղա է, բայց ինքը չի կարա աշխարհի մեղքը վերցնի իր վրա։ Բայց իմ տղեն կարա։ Ու Աստված ապացուցեց ամբողջ տիեզերքին, թե երկնքին, թե երկրին, որ իր որդին կարացավ էդի անել, որտեղ նա անարատ էր մինչև վերջ։ Մեզ տվեց Աստված իր որդուն։ Գիտես, ես ուզում եմ, որ դու այսօր շատ հավատքով մոտիկանաս այս խոսքերին։ Սա ուղղակի մանկապարտեզի պատմություն չի։ Սա իրականություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Մենք հասուն, բոլորս հասուն մեծ մարդիկ ենք։ Այս աշխարհը, ես էլի եմ ասում, այս աշխարհը սովորել է այս տոների, ինչ որ տոնի մանկապարտեզի մակարդակի վրա։ Երեխեքի բան, sense մանուկ բեբիկ, ինչ որ մսուր մանկապարտեզ բան, sense յոլոշկեք, մոլոշկեք ձմեր պապիներ։ Գիտեք, սա տենց չի։ Եկեք հասուն քրիստոնյաներ լինենք եւ ճշմարտությունը վերցնենք։ Սա մանկապարտեզի հավատք չի։ Սա մանկապարտեզի տոն չի։ Սա իրական բան է, որ տեղի է ունեցել, որ Աստված իր որդուն տվել է իմ ու քո համար։ Ամեն, որպես փրկիչ։ Գրված է իշխանությունը նրա ուսերի վրա է։ Իշխանությունը ինչ իշխանության մասին է խոսվում։ Ամբողջ երկրի ու երկնքի իշխանությունը, դուք պատկերացնում եք տիեզերքի այն սահմանը, որ մենք կարանք պատկերացնենք, դրանից էլ ավելի իշխանությունը նրա ուսերի վրա է։ Ուսերը գիտեք որն է, պագոնները։ Պագոնները մենք լավ հասկանում ենք, ինքը խորհրդանշում է մարդու պաշտոնը, նրա աստիճանը, թե ինքը ինչ իշխանություն ունի։ Կա լեյտենանտ, գեներալ, ընդ չգիտեմ, տարբեր պաշտոններ կա, չէ՞։ Ես բանակի տարիներում հիշում եմ, որ մենք մի հատ գեներալ էինք տեսնում։ Հələ գնդապետի կողքով մի քիչ sense վախենալով ասում եմ, բայց որ գեներալ էինք տեսնում, մենք պահկվում ենք պատերի հետևը հանգարց ինքը մեզ չտեսներ, որտեղ մենք հասկանում ենք նրա պաշտոնը։ Դուք հասկանում եք ով է ծնվել։ Այն ում ուսերին դրված է, գիտեք որ պաշտոնը, երկնքի ու երկրի։ Երկնքի ու երկրի պաշտոնը դրված է իր ուսեր։ Հիմա ասեք ինքը փոքր երեխա է մսուրի մեջ պարկած, թե ինքը կրում է իր ուսերին ամբողջ տիեզերքի իշխանությունը։ Ամբողջ տիեզերքի իշխանությունը կրում է Հիսուսը իր ուսերի վրա։ Նա այն Աստվածն է, որ ծնվեց այս աշխարհում, եւ ելի եմ ասում, նա բեբիկ չի։ Հրաշալի գրված է հաջորդ բանը, որ Եսամարգարեն ասում է, հրաշալի, նա գործում է անսահման հրաշքների մեջ։ Հիսուսը գործում է անսահման հրաշքների մեջ։ Այսինքն չկա ոչ մի բան, որ նրան հասանելի չլինի։ Էլի եմ ասում, նա բեբիկ չի, մսուրի մեջ պարկած, նա հրաշալի Աստված է, որ անսահման է նրա հրաշքները։ Գիտես, որ Հիսուսի հրաշքները, եթե մենք Հիսուսին ընդունենք ոնց ինքը կա այսօր մեր կյանքում, մենք մեր կյանքում հրաշքներ կտեսնենք։ Մենք կտեսնենք, թե նա ոնց է գործում մեր կյանքում։ Չէ՞ որ տրվեց մեզ, ասա որդին ինձ է տրվել։ Որդին տրվել է մեզ, եւ նրա ուսերին կա իշխանություն երկնքի ու երկրի վրա։ Գիտես, սատանան չունի քո վրա իշխանություն, եթե դու հասկանաս, թե քո Տերը ով է։ Եթե դու հավատաս, բայց եթե չհավատաս, սատանան քո վրա իշխանություն է ունենալու։ Սատանան էլ ունի իշխանություն, այո, այս աշխարհի իշխանը դեռ սատանան է։ Բայց Հիսուսի մեջ ոչ մի բան ինքը չունի։
Ոչ մի բան։ Հիմա եթե դու քո հավատքով կարողանաս մնաս Հիսուսի մեջ եւ նրան բարձրացնես քո կյանքում, սատանան քո կյանքում ոչ մի իշխանություն չի ունենա։ Քո անեծքները, քո հիվանդությունները, տկարությունները եւ լիքը շատ բաներ կա այս աշխարհում, որ մարդիկ տառապում են դրա մեջ ու չեն կարողանում դուրս գալ։ Գիտեք պատճառը որն է։ Ես այսօր մանկապարտեզ չեմ խաղում։ Ես ճշմարտություն եմ ասում։ Պատճառն է, որ մենք դեռ չենք հասկացել, թե ով է իշխանը իրական, ով է երկնքի ու երկրի իշխանը։ Սատանային ստեղ ինչ-որ ժամանակավոր սահմանափակ իշխանություն տրված է, այո, այս աշխարհում, բայց Հիսուս Քրիստոսը թագավոր է, որը անսահմանափակ իշխանություն ունի։ Հիմա իմ հավատքը ուր եմ ես ուղղում, ով է իմ Տերը, ով է եկել այս աշխարհ, Աստված ում է ինձ տվել, ինձ ու քեզ ում է Աստված տվել, իր որդուն, որը չուներ երկնքում սկիզբ ու վերջ։ Գիտեք, Հիսուսը երբ որ ծնվեց, շատ բաներ արեց այս աշխարհում, շատ բաներ արեց։ Մարդկանց էր բժշկում, մեռելներին հարություններ տալիս, թագավորության մասին էր խոսում, լիքը լավ բաներ էր անում Հիսուսը։ Բայց ամենամեծ հիմնական պատճառը, որ Հիսուսը ծնվեց, դա նրա զոհն էր, որ դա գնար մահանար իմ քո համար։ Եվ իմ իշխանը, իմ թագավորը եկավ ու մահացավ իմ համար։ Ամեն։ Եվ նա բեյբիկ չի, էլի եմ ասում, նա թագավոր է, նա զորեղ է, նրա իշխանությունը սահման չունի։ Հրաշալի է նա, ամեն ինչ կարա Հիսուս Քրիստոսի մեջ։ Ամեն ինչ հնարավոր է։ Գրած է Հիսուս Քրիստոսին սիրողին ամեն ինչ օգտին է ծառայելու։ Ամեն։ Անկամ դժվարություններ ասեն, բայց դու իմացի քո թագավորով է։ Դու իմացի քեզ ում է Աստված որդի ուղարկել, որ դու փրկվես։ Գրված է հետո հաջորդը ինչ է խոսում մարգարեն։ Խորհրդական, ում հետ կաս խորհրդակցես, որ քեզ օգուտ բերի։ Բեյբիկի, չէ։ Տեսեք մարգարեն ուր է տանում։ Ծնվեց բեյբիկ, բայց ինքը արդեն խորհրդատու է, զորեղ իշխան, խորհրդատու։ Գիտես, երբ որ խնդիրներ ես ունենում, մի վախեցի։ Երբ որ պատասխաններ չունես, մի վախեցի։ Հիսուսը սովորացնում է, Հիսուսը անգամ որ եկավ ինքը հուշում ասում է, գնա մտի քո սենյակը, դուռը հետևիցդ փակիր եւ արի ես քեզ խորհուրդներ կտամ։ Ես քեզ խորհուրդ կտամ։ Գիտեք, փոքր անպաշտպան երեխան չի կարա ոչ մեկին խորհուրդ տա, ոնց որ այսօր սատանան էլի եմ ասում, մատուցում է այս աշխարհին, էսա ձեր Աստված։ Ոչ, իմ Աստված խորհրդական է, ինքը ինձ խորհուրդներ է տալիս։ Ես գիտեմ ում գնամ, ում հարցնեմ, իմ Աստծուն, նա երբեք վատ խորհուրդ չի տա ինձ։ Տրվեց մեզ որպես խորհրդական։ Նշանակում է Աստծո զորությունը եւ անսպառ միտքը դրսևորվում է Հիսուսի խորհուրդներով։ Նրա միտքը չի սպառվում։ Ինքը քեզ կարանես խորհուրդներ տա, որ դու կյանքում չկարանայիր դա մտածել կամ հասկանալ։ Ոչ մի մարդ կարող է այդ բանը չմտածել, չհասկանալ, բայց ինքը ասես մի հատ բառով քեզ անես բան կարա բացի, որ դու զարմանաս։ Դա Հիսուսն է անում։ Գրված է հետո ինչ է ասում արկան, հզոր Աստված։ Նշում է, որ Հիսուսը նույնիսկ ծնվել է ժամանակի մեջ, բայց նա հզոր Աստված է, ով ունի զորություն, հզոր Աստված։ Այսօր մարդիկ Աստված ասելով անցած անգամ խոսացի, որ շատ բաներ կարան հասկանան։ Ամեն մեկի պատկերացրած Աստվածը հաստատ սահմանափակա կամ էլ Աստված չի, եւ փոքրատառերով Աստվածներ են, եւ ունեն սահմանափակ զորություններ։ Բայց մեկը կա, որի անունը Հիսուս, եւ մենք Աստծուն ճանաչելով պետք է Հիսուսով ճանաչենք Աստծուն։ Եվ նա հզոր Աստված է։ Նրա զորությանը ոչ մի սուտ աստվածներ չեն հասնի, ոչ մի կուռքեր չեն հասնի, ոչ մի հավատքներ չեն հասնի։ Իմ հավատքը ուղղված պետք է լինի իմ ու քո հզոր Աստծուն, որը տրվեց մեզ որպես որդին։ Հաջորդը ինչ որ ասում է, հավիտենության հայր, մանոկից հայր դարձավ։ Սա մարգարեի տեսիլքն է մսուրից այն կողմ, տենց էլ քարոզս կոչել եմ։ Մսուրից այն կողմ, մի մնացեք մսուրի վրա երբեք։ Դուք ճանաչեք ձեր հորը, դուք ճանաչեք ձեր հայրը, թե ինչքան սիրեց։ Չէ, հայրը ինչ է մարդու համար։ Պաշտպան է, չէ, նամանավանդ երեխեքի։ Պապան ինքը պաշտպանում է, ինքը պապան, որ ուժեղ է, երեխու կողքը կանգնած է, երեխեն միշտ, ես շատ մարդիկ գիտեմ, որ իրանք միշտ ուժեղ են, հպարտ են, լավ են իրան զգում, երբ որ հայրը կողքներին կանգնած է, հայրը պաշտպանում է։ Ամեն ինչով խորհուրդ է տալի, օրհնում է, սիրում է եւ այլ, հայրական սիրտ, հայրական սեր, բայց մի օր էդի տկարանում, իշնում ու մարդը հիասթափվում է։ Այն հայրը, որ ուժեղ էր սկզբից, այն հայրը, որ հսկա էր թվում ինձ սկզբից,
ժամանակ առ ժամանակ անցավ ու նա ծերացավ, տկարացավ, մի օր էլ կորցրեցինք։ Չէ, այս աշխարհում տենց է։ Մեր հայրերին մի օր կորցնում ենք։ Բայց այդտեղ գիտեք ինչ է ասում, որպեսզի մխիթարություն ունենանք, հավիտենության հայր։ Նա հավիտյան հայր է։ Աստված այն հայրն է, որ ինքը չի ծերանալու, ինքը չի տկարանալու, ինքը չի թուլանալու, ինքը քեզ չի կորցնելու, ոչ էլ դու ես իրան կորցնելու։ Ամեն։ Սիրի քո հորը, որ Հիսուս Քրիստոսի միջոցով բացվեց մեզ, այն հայրը, որ հավիտյան է, եւ փառք Հիսուսին, որ մենք ունենք հավիտյան հայր։ Գիտեք, մենք պետքա ուրախ եւ պարծենանք մեր հորով եւ մեր հույսը միշտ դնենք մեր հոր վրա եւ պարծանքով ասենք մեր հայրը թագավոր է։ Մեր հայրը երբեք չի ծերանա, պապիկ չի դառնա, չի մահանա, երբեք իր ձեռքը չի կարճանա, որովհետեւ նա վերջ չունի եւ ես էլ նրա հետևից եմ գնում։ Նա իմ հայրն է։ Ամեն, ես էլ վերջ չունեմ, որտեղ նա իմ հայրն է։ Հետո ինչ է ասում արքան, խաղաղության իշխան, խաղաղություն ձեզի տամ, Հիսուսը ասում է։ Ծնվեց Մսուրում, որպեսզի ես ունենամ նաև խաղաղություն, խաղաղություն։ Հովհաննես 14:27-ում գրած է. խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս, ձեր սիրտը թող չխռովի։ Գիտես, երբ որ մենք ունենք խաղաղություն, մեր սիրտը չի խռովում։ Այս աշխարհի տված խաղաղությունը ժամանակավոր է։ Խաղաղությունը գիտեք ինչ է, որ sense գալիս է սիրտը sense լայնանում է, քեզ լավ ես գմի որոշ ժամանակ, հետո որ կորում է, էլի սկսում է նեղանալ։ Ու սկսում ես նեղվել։ Բայց երբ որ Աստված է քեզ տալի խաղաղությունը, Հիսուսը, քո սիրտը լայնանում է ու տենց էլ մնում է, եթե դու դա ուզում ես։ Գիտեք, Հիսուսի խաղաղությունը ինչքան հզոր է։ Մի թույլ տուր, որպեսզի այս աշխարհը քեզ խաբի, իր խաղաղությունը տա ժամանակավոր։ Գիտես, միգուցե քո հույսը դրել ես ինչ-որ ֆինանս կունենամ, էսի լավ կլինի, հեսա այս գործն էլ անեմ, լավ կլինի, խաղաղվեմ, էս էլ անենք, խաղաղվենք, չէ, հայերը շատ են ասում, այս գործն անենք, խաղաղվենք։ Մի կար ժամանակ խաղաղություն, հետո էլի գալիս է գործեր, որ պետք է անես, հետո էլի խնդիրներ է առաջանում։ Գիտես, կապ չունի դու ինչի մեջով ես ասում, դու պետք է հասկանաս, որ Աստված Հիսուսին թույլ տվեց, որ ծնվի, քեզ որդի տվեց, որպեսզի նաև դու լինես խաղաղ ու միշտ լինես խաղաղ։ Չնայած նրան ինչի մեջով ես դու անցնում, եկեք նայենք Հիսուսի խաղաղությանը, նրան վերցրեցին, ծեծեցին, ջարդեցին, խաչին գամեցին, բայց իր խաղաղությունը չէր կորցնում։ Չէր կորցնում։ Ոչ մեկս գիտեք, ոչ մեկս չենք անցնում իր խաչի ճանապարհը։ Մենք մեր բաներն ենք անցնում։ Բայց եկեք Հիսուսի խաղաղությունը միշտ խնդրենք, անցնելով ինչ որ անցնենք, այդ խաղաղությունը ունենանք։ Գիտեք, դա իրականություն է։ Էսի հեքիաթ չի, ուղղակի օդի մեջից չեմ խոսում, սրտից եմ խոսում։ Այն բաները ինչ որ ինքը զգում եմ, վերցնում եմ, աշխատում եմ ունենամ։ Գիտեմ, չեմ ասում ես կատարյալ եմ այս ամեն ինչի մեջ, բայց սա ճշմարտություն է, սա փորձված է արդեն։ Սա փորձված է, եւ սա իրականություն է, որ կա Հիսուսը հարություն է առել։ Հիսուս ծնվեց եւ հայտնվեցավ։ Մի փոքր ժամանակ ասեց, դուք ինձ չեք տենա եւ հետո էլի կտեսնեք ինձ։ Ձեր սրտերը ինձ կզգան, Հիսուսը ասում է։ Մի փոքր, 3 օր։ 3 օր Հիսուսը չեղավ այս աշխարհում, 3 օր։ 3 օրից հետո էլի դուրս եկա, որտեվ մահը չկարացավ նրան պահեր։ Նա անարատ էր, նա բան չէր արել։ Դա իմ ու քո մեղքերն էր։ Իմ ու քո մեղքերը sense վերջերս տարավ դժոխք շպրտեց ընդեղ եկավ։ Եկավ, որ մեր հետ ապրի եւ մեր մեջ ապրի զորավոր Աստված, որ ստեղծել է ինձ ու քեզ։ Մի պատգամել եմ ուզում թողնեմ, դրանից հետո մենք աղոթք կանենք։ Գիտեք, աշխարհը ուզում է միշտ տեսնի Հիսուսին որպես մանուկ այս մսուրի մեջ։ Սա արդեն սովորական բնական բան է դառել աշխարհի աչքերին։ Տեսեք, Սուրբ ծնունդ է, բայց աշխարհը չի հասկանում։ Ինձ թվում է 100 տարի առաջ սենց չի եղել։ 100 տարի առաջ սենց չի եղել։ 200 տարի առաջ ավելի լավ է եղել։ Բայց այսօր ինչքան գնում է, սատանան իր աշխատանքը անում է, այսինքն լղոզելով սուտը ճշմարտության հետ, սևը սպիտակի հետ խառնելով, որպեսզի մարդուն հետ քաշի ճշմարտությունից։ Աշխարհը սովորել է, այնքան են սովորացրել այս աշխարհին, փոքրիկ անպաշտպան մսուրում Հիսուսը,
հլեն ժամանակ ասում են, դե ոսկին բերեցին, կծախեն, փող կլինի, հաց կառային կուտեին, այն մոգերը, այն յուղն էլ բաներ բերեցին, էլի փողեր, էլի կծախեն, հացի փող կանեին։ Այդ հասկացողությունը աշխարհը ունի, որովհետև սատանան չի ուզում ցույց տա, որպեսզի Հիսուսին որպես Աստված, որը իշխում է եւ որը վերջում դատելու է այս աշխարհը, որը որ վերջում դատելու, մանուկը չի կարա դա անի։ Իսկ Սուրբ Գիրքը ասում է, նա Աստված է, Թագավոր է, Տեր է մեր բոլորի համար։ Մենք չենք կարող ընդունել նրան միայն ծննդյան ժամանակ եւ մերժել նրա իշխանությունը մեր կյանքից։ Մենք պետք է պարզ հասկանանք, որ Հիսուս Քրիստոսը ունի իշխանություն մեր կյանքերի վրա։ Մեր կյանքերի վրա։ Քանի դու հասկանաս, որ Հիսուս Քրիստոսը իշխան է ծնվել քո կյանքում, այնքան ժամանակ սատանայի իշխանությունը չի գործելու քո վրա։ Բայց քանի սատանան ուզում է իշխել այս աշխարհի վրա, դրա համար այսենց մանկապարտեզ խաղալով աշխարհին մոլորեցնում է հանգարց իր իշխանությունը չգողանան իր ձեռքից։ Բայց ես ու դու հասկանում ենք ով է մեր իշխանը։ Հիշի, նա դե չի մնացել մանուկ, նա քո թագավորն է, քո կյանքի իշխանն է, քո Աստվածն է, ինքը քեզ խորհուրդ է տալիս, ինքը քեզ խաղություն է տալիս, ինքը քո մեղքերը ներել է, ինքը քո ցավերը, քո տկարությունները, քո հիվանդությունները վերցրել է իր վերքերով խաչի վրա, ինքը քո անեծքները տարել է այդ խաչի վրա, կախվելով խաչի վրա, քո անեծքը բարձրացել է խաչի վրա, ինքը փոխեց ամեն ինչ տեղերով եւ քեզ տալիս է ազատություն, խաղություն, սեր։ Ինչ է Աստված քեզանից ուզում։ Շատ բան չի ուզում, էլի եմ ասում։ Հավատք, հավատացեք ճշմարտությանը։ Թող Աստված բացի մեր աչքերը, մեր հոգու ականջները, որպեսզի մենք ճշմարտությանը հավատանք եւ լիակատար ճշմարտությունը գա մեր կյանք։ Խառնված չլինի ճշմարտությունը ոչ մի խավարի հետ։ Եկեք աղոթք անենք, եկեք բարձրանանք։